Ես Դունհարա Մուսինյանն եմ, 75 տարեկան, ավարտել եմ Երևանի անասնաբուժական ինստիտուտը, անասնաբուժական ֆակուլտետը, երկար տարիներ աշխատել եմ գիտահետազոտական ինստիտուտում, հիմա թոշակառու եմ, ամեն առավոտ արթնանում եմ, չեմ էլ ուզում լուրեր լսեմ, հայկական կանալներ վաբշե չեմ նայում, որովհետև հնարավոր չի այդ ստերը լսել, միշտ բացասական ինչ-որ նոր բան է, ինֆորմացիա է գալի, այս տվեցին, այն տվեցին, Նիկոլի անունը չեմ էլ ուզում տամ, միակ բանը, ինչ կարող եմ ասել Վարուժան Ավետիսյանի խոսքերը, Նիկոլ, դու ոչնչություն, եղել ես, կաս և կմնաս, պետք է մի հատ մեծ ավել վերցնել և սաղեն սրբել տանել, որովհետև հնարավոր չի, այդքան կեղտ մեր երկրում որտեղից, մեկ մտածում եմ լավ, եթե նորմալ մարդիկ կան, ղեկավարության, ինչպես պետք է, ինչքան ժամանակ պետք է տևի, որ այդ ամեն ինչը մաքրեն տանեն, որ ամեն ինչը կարգավորվի, ես չեմ պատկերացնում, արտասահմանում մի հատ ինչ-որ օրենք անում են, իրանց դուր չի գալի, բոլորը փողոց են թափում, բոլորը պայքարում են, ոնց որ մեր մեջից պայքարի այդ բանը հանած լինեն, մեկ ընկերուս հետ խոսում եմ, ասում եմ, լավ, ես ինչ պատահեց այս ժողովրդի հետ, այն 7 դրամի համար, որ էներգիան թանկացրել են, ոնց էին պայքարում, փողոցներում քնում էին, ջրցան մեքենաների տակ դիմանում էին, ինչ պատահեց այս ժողովրդին, ինչ որ բան ներարկվեց ժողովրդի մեջ, տոլի հիասթափություն ասեմ, բայց այդ հիասթափություն էլ չի, եթե մարդը պայքարող է, նա միշտ կպայքարի, այդ ուղղակի հրաշք կլինի, որ արթնացում տեղի ունենա, ես բևեռին շատ եմ հավատում, բևեռը իրոք միայնակ պայքարում է, ոնց որ կարող է իր ուժերի շրջանակում, դրա համար ես ինչքան կարող եմ աշխատում եմ իմ, այսպես ասած, սկրոմնի վկլադ внести, բայց շատ դժվար է, բևեռի համար էլ է դժվար, սփյուռքից թե կարողանան ինչ-որ ազդակ տան, ինչ-որ բան անեն, գումարներով կարող են օգնել, իրանց համար 50 կամ $100 այդքան մեծ գումար չի, ինչքան որ մեզ համար։ Մեկ մտքովս ասում եմ, եթե Վարուժան Ավետիսյանին պատկերացնում եմ, ասենք Նիկոլեն Սենտկուզի գնում է, ինչ-որ ձեռք հասխնում Էրդոգանի կամ այդ Ալիևի հետ, ես պատկերացնում եմ Վարուժան Ավետիսյանը գնա 2 մետր բոյը ու կանգնի դրանց կողքը, ինչ մեծ տարբերություն կլինի ու վերաբերմունքը կփոխվի։ Մտածելակերպի մասին էլ չեմ խոսում, նրա նման ես մեկ որ բան եմ անում, իմ շրջապատին ուզում եմ ասեմ, Հայաստանում Վարուժան Ավետիսյանի նման խելացի մարդ ու մտածող ես չեմ պատկերացնում, չկա, և այսօրվա օրով այն ոչնչությունները, Քոչարյան, Սերժ, բան, բոլորը ազատման են գալի, իսկ Վարուժան Ավետիսյանը բանտում է, ինչ ասենք, դե ընկերների հետ իհարկե։ Միացիր Թելեթոն դրամահավաքին և քո մասնակցությամբ մերժիր ինքնության քայքայումը։